Նրանք պաշտպանեն, իսկ նա հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Չէ, ինչ է հասկանում։ Բարոյական գիտակցությունն է ցածր մարդկանց։ Պրիմիտիվ է, ոչ միայն ուղեղները, հոգիներն են պրիմիտիվ այս մարդկանց, հոգիներն են կոպիտ, անտաշ հոգիներ են։ Մենք ուզում ենք անտաշ հոգիները լուծեն, հա, մեր ազգային հարցը, մեր անկախության հարցը, լեզվի հարցը։ Իհարկե, կիսագրագետ մարդը համար ինչ նշանակություն ունի լեզու։ Լեզու է, էլի, այսպես էլ կխոսենք, այնպես էլ կխոսենք։ Ինչ կա որ։ Ես միշտ կկրկնեմ այն խոսքերը, որոնք իմը չեն, որոնք միշտ կրկնում եմ ես, եւ ամեն անգամ ես կարճում եմ Հումբոլդտի մտքից, որ լեզուն այն տաճարն է, ուր բնակվում է ազգի ոգին։ Եվ այդ տաճարը բացել չի կարելի։ Ես այսքանը գիտեմ։ Բարեկամներ, մեր այսօրվա զրույցն ուզում եմ ամփոփել հետևյալ խոսքով։ Հայաստանի Հանրապետության անկախությունից կարճ ժամանակ անց, երբ իմ ռադիոելույթներում ու մամուլի հրապարակումներում ասում էի, որ հայապահպանությամբ առաջին հերթին պետք է զբաղվենք մեր բնօրանում, սովետական շրջանում դա մեզ համար գերխնդիր էր Սփյուռքի հայությանը իր արմատներին հարազատ պահելու առումով, ոմանք ինձ անվանում էին ծայրահեղական, մյուսները մեղադրում էին չափազանցության համար, երրորդները համարում էին վատատես, բայց ինչպես տեսնում եք, ժամանակն ամեն ինչ հստակեցրել է։ 90-ական թվականների կեսերից պարզ էր արդեն, որ ժողովրդագրական պատկերը մեր երկրում աննախանձելի կդառնա 2010 թվականից հետո, եթե չկարողանանք կասեցնել արտագաղթը։ Անկախությունից հետո սկսված ծնելիության անկումը նույնպես մեծ տխուր հետևությունների տեղիք էր տալիս։ Դրա պտուղներն արդեն իսկ քաղում ենք։ Զորակոչային տարիքի երիտասարդների պակասուրդը դեռ երկար կհարստացնի այս խորապատկերը։ Եթե այս ամենին ավելացնենք Հայաստանի Հանրապետությունում օտարալեզու դպրոցների հնարավոր բացման վտանգը, ասվածը կարելի է ամփոփել մեր վերջին օրերին թևավոր դարձած մի արտահայտությամբ։ Այն է, այդ կրթօջախների վկայականները արտերկրի ուղեգրեր են, այսինքն արտագաղթ, ցածր ծնելիություն եւ օտարալեզու կրթության եռամյասնության արդյունքը նշանավորելու է անիծյալ Մորիկ Կայսեր նվիրական երազանքի իրականացումը 14 դար անց Հայաստան առանց հայերի։ Եվ ով է պատասխան տալու ժողովրդագրական այս աղետի համար։ Ինչու մեր երկրում չկա միատյան, որ օտարամոլությամբ ու օտարակրթացավով տառապողներին ցույց տա հարցի լուծման միակ եւ ըստիս ազնիվ ճանապարհը։ Հեռացեք մեր երկրից ձեր ընտանիքներով եւ ինչպես ուզում եք տնօրինեք ձեր եւ ձեր զավակների ճակատագիրը։ Ինչու պետք է մեր վճարած հարկերի հաշվին այդ ինքնուրաց, ինքնադավ, ինքնամերժ, ինքնատյաց, ասել է թե ազգուրաց, ազգադավ, ազգամերժ, ազգատյաց արարածները, որոնց խորտ կամ անհասանելի է ազգային արժանապատվության անանց եւ սուրբ զգացումը, փորձեն մեծ հիմարի տեղ դնելով մեր հայրենիքում, հենց այստեղ կրթեն ու մեծացնեն այլ երկրների ապագա քաղաքացիների, հանուն անիծյալ փողի գետնատարած սլանալով կամ սուրալով դեպի օտարի գերակրամանները։ Կրթությունը շուկա դարձնողները կամ մայրենին աճուրդի հանողները իզորու չեն իսպառ ոչնչացնելու իրենց մեջ ստրկությունը, ոչ մի կերպ, եւ հանուն ոչ մի բանի չեն ձեր բազատվելու իրենց համար գենետիկ դարձած ենթակայի կարգավիճակից ու օտարի թելադրանքից, եւ հավերժ տառապելու են ոչ հեռավոր անցյալի կայսերապետության գավառ դառնալու կարոտախտով, ամոթ։ Մեր ինքնության պահպանման համար մեր նախնիները հաճախ կյանքով են հատուցել։ Մենք թույլ չենք տա պղծել նրանց սուրբ հիշատակը։ Անկախությունից 7 տարի անց Ոմ Ընտանուն Սահակյան ազգային ժողովի անկախ падգամավորի կարգավիճակով փորձեց սուր բարձրացնել մեր լեզվի դեմ։ Սրան եւ սրա նմաններին ժամանակին կարողացանք նետել պատմության աղբանոցը։ Այսօր մեր լեզվին, այսինքն մեր ինքնությանն ու հայրենիքին սառը պատերազմ է հայտարարվել կրթության նախարարի, այսինքն կառավարության մակարդակով։ Այս ճակատում փորձառու դարձած մեր օրենսդիր իշխանությունը, այս պարագայում իհարկե այլ կազմով, պետք է դաս քաղի 2000-ականի սկզբի ազգային ժողովի փորձից եւ նրա օրինակով կանխի այս խաչակրած արշավանքը այնպես, որ ոչ ոք այլևս չհանդգնի կրկնելու այն։ Եվրոպացավով բոլոր տառապողներին հիշեցնեմ, որ իրենք են կասկածի տակ դնում իրենց ազգային պատկանելիության հարցը եւ լավ կլիներ, որ վարկյան առաջ ստուգեին ու ճշգրտեին իրենց ծագումնաբանությունը, գենետիկ կոդը,
որովհետև այն օգտակար կլինի երկուստեք եւ ընդհանրապես բոլորի համար։ Հայկական դպրոցը լաբորատորիայի փորձարարական կենթանի չէ։ Օպտիմալացման փլատակներին մեր աչքի առաջ ավելանում են ավագ դպրոցի փլատակները։ Իսկ ինչ են անելու միջին դպրոցն ավարտած բազմահազար պատանիներն ու պարմանուհիները, կրթության ոլորտի պարոնայք պատասխանատուներ եւ կազմակերպիչներ, երբ այսօր բուհական վկայականներով երիտասարդները չեն կարողանում աշխատանքի հարց լուծել։ Եթե դուք չգիտեք հարցիս պատասխանը, կարող եմ հուշել։ Նրանց մի զգալի մասը հայտնվելու է փողոցում, մայթեզրերին եւ հանցագործների շարքերում։ Սա է եվրոինտեգրման հայկական ճանապարհը։ Կանգ առեք, առջևում անդունդ է։ Բազմահազարամյա պատմություն եւ գիտության ավանդույթներ ունեցող ժողովրդին վայել չէ նման ճակատագիրը։ Մենք դեռ ասելիք ունենք քաղաքակրթությանը։ Այդ ճակատում մայրենի լեզուն մեր աննվաճելի ամրոցն է, չենք զիջելու։ Սիրելի հայրենակիցներ, դուք լսեցիք մեր հերթական հաղորդումը ոչ օտարալեզու դպրոցներին Հայաստանի Հանրապետությունում։ Մեր հաղորդաժամի հյուրներ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր Հենրիկ Հովհաննիսյանը։ Ակունք ռադիոհանդեսին ուղղված ձեր հարցադրումները, առաջարկությունները եւ ցանկությունները կարող եք հայտնել մեզ մեր մշտական հեռախոսահամարով 54 88 70։ Վեմ ռադիոկայանի եթերում ակոնք ռադիոհանդեսի հերթական հաղորդումներ։ Ներկայացրեց հեղինակը Հասմիկ Գուլակյանը։